Հարգարժան դատարան, որ նոր ասում եք ամեն պաշտոնյայի չենք կարող կանչել ստեղ, մենք չենք ասել, որ Սփյուռքի նախարարին կանչենք, ասել ենք դատախազին կանչենք եւ հակակոռուպցիոնի նախագահին, որոնք անմիջապես վերահսկել են քննչական կոմիտե, վերահսկել են այս գործը։ Օրինակ, մենք 18 արդարներով ստեղ ենք, ի տարբերություն իմ 17 ընկերների Բագրատ Սրբազանի, իմը մի քիչ այլ ձև է եղել, պետք է անդրնամխելություն հաղթահարվեր, դա օրենքի պահանջ է, եւ Հանրապետության դատախազը եկել է ազգային ժողով այդ բարձր ամբիոնից, իմ հետ կապված ներկայացրել է, որ Սարգսյան Արտուրը ստեղծել է աստղիկներ, այս աստղիկները պետք է գցել մեքենաների տակ, մեքենաները ընդեղից մի հաստագլուխ ասում են 160-ի տակ պետք է գային ավերատեն, ես երեխաները մանային։ Եվ դրա հիման վրա, դա որ կեղծիք է ես կալանքի մեջ եմ, դրա մասին էլ չեմ խոսում։ Դրանով ինքը խաբել է 62 պատգամավորի իրանց պատգամավորներ, ովքեր մտել են մեղքի տակ եւ քվեարկել են։ Որտեւ եթե այդ ամեն ինչը ճիշտ էր, իրանք ճիշտ են արել, ես իրանցից չեմ նեղանում, այդ 62 պատգամավորը կողմա քվեարկել, որ ինձ անձնամխելիությունից զրկեն, որտեւ իրանք հավատացել են դատախազին։ Բայց հիմա դատախազը սուտ ասել, մենք եկել ենք 9 ամիս ասենք, աստղի կացերը երկնքում են, աստղ չկա։ Հիմա դուրս է գալիս են դատախազը, որ կեղծիկա ցույց տվել, ես 9 ամիս իմ ընտանիքից զրկվել եմ, կալանավորվել եմ, դրանից բացի 62 ՔՊ պատգամավորի դրել է մեղքի տակ։ Հիմա թող գար դրա պատասխանը ստեղ տա։ Հիմա մեզ պահումա կալանքի տակ են մարդկանց դրել է մեղքի տակ։ Մեր խնդրանք են է, թող գար կանգներ, ստեղ արտարժան դատախազ, այս մոտիկ թող բոլորն էլ լսեն։ Ասեր հա այդ աստղիկը կա, բայց հələ օպերատիվ աշխատանք է գնում։ Մենք էլի մանենք, հələ կարա գնա, թե արդեն գործը վարույթի մեջ է չի կարա գնա, որտեղ այդ օրը ինքը հայտարարել է, որ օպերատիվ աշխատանքներ են գնում, այն աստղիկը, որ Սարգսյան Արտուրը պետք է գցեն մեքենայի տակ, հետո կհայտաբերվի, հայտաբերվել է, ոչ չի հայտաբերվել, հիմա այդ կեղծիկի հիման վրա ես գտվել եմ 9 ամիսա կալանքի մեջ, 62 պատգամավորը քվեից մտել են մեղքի տակ, որտեղ սուտ կեղծիկի դեպքում մարդիկ քվեարկել են, որտեղ ժողովուրդը իրանց ձեն չի տվել, որ ասեն ու անեն, կամ էլ թող հիմա ժողովուրդը հասկանա, որ այդ 62 պատգամավորը ոչ թե պատգամավորներ են, այլ մի հոգու հրամանով հրաման կատարողներ են, այդ դրա մասին է խոսքը։